Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հպարտ կլինի, եթե ինքն էլ համարվի պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի կնքահայր։ Այսօր իր հաշվետու ասուլիսի ժամանակ ասաց նախարար Ասատրյանը, պատասխանելով լրագրողների կողմից ամենաշատ հնչող հարցերին, որոնք վերաբերում էին պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակի մասին օրենքին։ Հիշեցնեմ, որ օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը անդրադառնալով նախարարի ավելի վաղ արված հայտարարությանը, թե ներդրվող համակարգի հիմնադիրը հենց երկրորդ նախագահ Քոչարյանն է, հակադարձել էր։ Մեջբերում եմ, նախարարը կարող է հանգիստ խղճով իրեն այս ռեֆորմի եւ հայրը եւ կնքահայրը համարել։ Մեջբերման ավարտը։ Այսօր լրագրողների հետ զրույցում նախարար Արտեմ Ասատրյանը շարունակեց պնդել, որ այս համակարգային բարեփոխումները քննարկվում են Հայաստանում 10 եւ ավելի տարիներ։ Եվ այն բոլոր տեսակետները կամ մոտեցումները, որ սա այսպիսի համակարգային ռեֆորմը չի կարելի այդպես հապշտապ անել եւ այլն, դրանք ուղղակի որևէ հիմք չունեն։ Եվ եթե դուք բարձրացնեք այն բոլոր որոշումները, դրանք ընդհանրապես երևացող մասն են մի փոքր, որոնք ժամանակին կառավարության կողմից ընդունվել են, կտեսնեք, որ այս բոլոր խնդիրները ժամանակին շատ մանրամասն, շատ առարկայական, այդ բոլոր հետաքրքրվածների հետ բազմիցս քննարկվել է։ Նախարարը վստահեցնում է, որ կայացված որոշումները բխում են մեր քաղաքացիների, մեր երկրի, մեր սերնդների շահերից, իսկ օրենքին բացասաբար վերաբերվողներին խորհուրդ է տալիս նայել, թե բարեփոխումների շրջանակներում որքան համակարգային խնդիր է լուծվել։ Եվ այդ առումով ես միայն հպարտ կլինեմ, եթե ես եւս համարվեմ այդ բարեփոխումների կնքահայր։ Սակայն մինչև անցնեն տարիները, քաղաքացիներն այսօր արդեն խնդրահարույց են համարում օրենքը, բացի այն, որ օրենքին ընդդիմացողների մի մեծ խումբ, այդ թվում նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, փաստաբանների պալատը այն համարում են հակասահմանադրական, նրանցից շատերը նաև պնդում են, որ օրենքը հաշվի չի առել մարդու ներկայիս սոցիալական վիճակը։ Փաստացի այս ամսից աշխատող քաղաքացիների աշխատավարձը առնվազն 5%-ով կնվազի։ Մինչ նախարարը շարունակաբար պնդում էր, որ պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային օրենքի շնորհիվ քաղաքացիները իրենց ապահով ու բարեկեցիկ ծերության հարցն են լուծում, փորձեցինք նախարարից ճշտել, թե այսօր ինչպես պետք է ապրի այդ նույն քաղաքացին։ Իհարկե մտածելու տեղ կա, որովհետև ցանկացած անձի համար ընթացիկ սպառումը որոշակի նվազեցնելը դա առաջացնում է որոշակի խնդիրներ, բայց մյուս կողմից այն քայլերը, որոնք իրականացվում են, եւ նաեւ դուք գիտեք բազմաթիվ գործատուներ նշեցին նրա մասին, որ իրենք բարձրացնելու են իրենց աշխատավարձերը, կարծում եմ, որ այդ լուծումները կապահովեն ճիշտ իրավիճակ եւ մեր քաղաքացիների համար համակարգին մասնակից այդ նեղությունը շատ չի լինի։ Այդուհանդերձ օրենքին դեմ դուրս եկած քաղաքացիները թերահավատ են այս խոսքերին եւ դրա վառ ապացույցը հենց վերջին հունվարի 18-ի հավաք երթն էր, որը բավական բազմամարդ էր։